Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, երբևէ չէինք մտածի, չնայած գուցե լավ էլ կմտածեինք, արդեն չենք էլ կողմնորոշում Նիկոլ Փաշինյանի բառապաշարի սահմանները, ընդհանրապես ինչ խորքեր կարող են դրանք ընդգրկել, ինչ էր գրել երեք մեր սրբազաններից մեկի հասցեին, իհարկե կոնկրետ չէր նշել թե ում, բայց եւ այնպես գնա քերուտ կնգան դոմփիր, ներողություն եմ խնդրում հեռուստադիտողից մեջբերման համար։ Սա էմոցիոնալ պոռթկում է վարչապետի կողմից, թե հաշվարկված օրակարգ շեղելու համար գուցե կամ գուցե ընտրազանգված գրավելու համար, դուք խնդրեմ մեկնաբանեք ինչի համար այս լեքսիկոնը։ Սա նախ բառամթերք լինելուց առաջ նախ մտածողության դրսևորում է։ Ընդ որում ցանկացած մարդ, առավել եւս հանրային ծառայող, առավել եւս բարձրաստիճան պաշտոնատարանց, միշտ ձգտում է առավել զգույշ լինել հանրային խոսքի հանդեպ։ Այսինքն հանրային խոսքը, երբ որ ուղղված է ողջ հանրությանը, ամբողջ աշխարհին, դրա նկատմամբ պատասխանատվության աստիճանը միշտ ավելի մեծ է, քան երբ որ մենք զրուցում ենք, ընդհանրենք մասնավոր զրույցներում ընկերների հետ, չէ, կամ ասենք ավելի նեղ սոցիալական միջավայրում։ Հիմա պատկերացրեք, որ նա եւ նրա կին ենք ասում, չնայած նման կարգավիճակ չունի, նա որ նրա հետ այդ կարգավիճակում ապրում է, այդ գռեհկաբանությունը, որ ներկայացնում են հանրային խոսքում, պատկերացնել կարելի է, թե իրանք իրար հետ, ասենք օրինակ տանը երկու սովոր խոսում են, ինչ խուլիգանական հայհոյանքներ են օգտագործում, ինչ բառամթերք են օգտագործում իրար հետ շփումների ժամանակ սովորական կենցաղում։ Միգուցե նաև երեխաների ներկայությամբ։ Միգուցե դա է պատճառը, որ ասենք իրանց որդին փախել է իրանց տնից եւ չի ուզում գտնվի այդ միջավայրում, ասենք հասունության որոշակի շեմի հասնելուց։ Միգուցե դա է պատճառը, որ իրանց մյուս աղջիկը փախել է գնացել է Գերմանիայում, իրանք ասում են Բոշի, բայց իրականում Բոխի դպրոցում սովորելու իրանց թվացել է, թե դա եթե իրանց աղջիկն է գնացել, ուրեմն Բոշի է։ Միգուցե դա է պատճառը, որ այն մի աղջկանից նորություն չկա։ Այսինքն խոսքը վերաբերում է մի գարշելի, մի գռեհիկ ընտանիք էլ չեն, էլի որ ասես ընտանիքի, որ մի մարդկանց միավորման մասին, որոնք եթե հանրային խոսքում, ընդ որում այն թեմաները, որը վերաբերում է նաև սրբավայրերին, մի կազմակերպության, իդեմս Հայաստանյան առաքելական եկեղեցու, որի իրավական կարգավիճակը, որի պատմական դերը, նշանակությունը հայ ժողովրդի կյանքում գնահատված է սահմանադրության մակարդակով։ Այսինքն սահմանադրական ինստիտուտի, որը նաև հոգևոր, պատմական, մշակութային իմաստով նվիրական դեր ունի հայ ժողովրդի պատմության մեջ առհասարակ, ասենք նման այլանդակ եւ սանձարձակ արտահայտություններ օգտագործել, ընդ որում չհիմնավորված Հայաստանյաց եկեղեցու տաճարների, սրբավայրերի, եկեղեցիների, վանքերի հանդեպ, ընդ որում ամբողջությամբ մտածածին, ոչ մի տեղ գոյություն չունեցող մեկիկներս մեր ամենասիրելի վայրերը եւ մեր Հայաստան այցելող զբոսաշրջիկների դրանք մեր եկեղեցիներն են, բայց Տարոն Չախոյանը մեկ-երկու լուսանկար էր դրել այնտեղ դույլերը։ Իսկ թվաց դա ընտանեկան ալբոմից լուսանկարա, որովհետեւ վերջին շրջանում շատերն են հիմա եկեղեցիները իրենց պսակադրություններից, իրենց մկրտության արարողություններից, բաներից նկարներ հրապարակում իաջակցություն, իսկ թվաց թե Տարոն Չախոյանի հրապարակումը ընտանեկան ալբոմից լուսանկար է։ Կովերով նկարը։ Այո, բայց հետո պարզվեց, որ դա Գևորգ Պապոյանն էլ է հրապարակ։ Ես առաջին ճիշտ ասած Գևորգ Պապոյանի մոտ հանդիպեցի, բայց պարզվեց, որ դա ոչ ընտանեկան ալբոմից չի, դա քարոզչական ինչ-որ մի լուսանկար է, ընդ որում ոչ թե եկեղեցապատկան տարածքից, այլ կառավարության պատկան տարածքից, որովհետև այն լուսանկարը, որը իրանք հրապարակել են իրենց գործընկերների մասնակցությամբ, նկատի ունեմ կովերի, դա ոչ թե Հայաստանյաց առաքելական եկեղեցու սեփականություն հանդիսացող եկեղեցու հոգածության ներքո գտնվող սրբավայրը, այլ խոնարհված եկեղեցիա մատուռա, որը պատկանում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։
Այսինքն եթե իրենց նկատի ունեմ կառավարության հոգացության տակ գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող վայրը գտնվում է այդ վիճակում, դա իրենց պատասխանատվության հարցն է։ Իսկ փաստորեն իրանք դիտավորյալ նաև այն վանքերը, խոնարհված եկեղեցիները, հուշարձանները, որոնք գտնվում են պետության հոգատության ներքո, փոխանակ հոգ տանը դրանց պահպանության, որ գործակալություն կա պատմամշակութային հուշարձանների պահպանության համար։ Փոխանակ իրենք հոգ տանեն դրա համար, հերիք չէ հոգացությունը չեն ցուցաբերում։ Եվ այդ հուշարձանը հայտնվել այդ վիճակում, մի հատ էլ դա հրապարակում են իրենց սոցիալական հաշիվներից շփոթություն ստեղծելով մարդկանց մեջ որպես ընտանեկան ալբոմից լուսանկարների։ Իսկ մեր եկեղեցիները եւ վանքերը, որտեղ որ մենք ենք այցելում, որտեղ Հայաստան այցելող զբոսաշրջիկներն են այցելում, դրանք բոլորը գտնվում են մեծ հոգացության, մեծ ուշադրության, ամեն մի միլիմետրն է հոգացության ներքո, մեր բոլոր եկեղեցիները, վանքերը ոչ միայն ներսից խնամված, հարդարված, պահպանված, նաև եկեղեցական ծեսերի կազմակերպման խորհրդով, այլ նաև եկեղեցապատկան տարածքները, բակերը, այգիները, դրանք բոլորը ծաղկազարդ, մայր տաճարը, որ վերանորոգվել է։ Մայր տաճարը ինքը ընդհանրապես չնաշխարհիկը իր ոչ միայն տաճարը ինքնին վերանորոգվել ամենամեծ զգուշության, որպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության եզակի կոթող, այլ նաև բարեկարգ տարածքը ամբողջ մայրաթոռին պատկանող է, նույնիսկ իրենց տնտեսական շինությունները, իրենց կեցավայրին, հարակից տարածքները եւ այլն, ամենը խնամված, ծաղկազարդ, ծաղիկները, այդ խոտածածկ տարածքները քաղված, մշակված, եկեղեցապատկան դպրոցները մաքուր, խնամված, ասիկան ամեն մի միլիմետրն անդա եւ դա ոչ միայն մեր եկեղեցական հայրերի, եկեղեցու սպասավորների, այլ նաև հավատացյալների ջանքերով է։ Ես ինքս եմ տեսել լուսանկարներ, թե ոնց են հավատացյալները հատուկ օրերի հատակները մաքրում, գետինն են լվանում, պատերն են լվանում եկեղեցիների, բարենորոգություն, վերանորոգություններ անում, հատուկ խնամք հոգալ եւ դա անում են ամենամեծ սիրով, իրենց նվիրումով, ի հավատ մեր եկեղեցու, ի հավատ մեր նվիրական այդ արժեքներ եւ պատկերացնում եք ասենք մարդը, որը ինքը անձամբ եկեղեցի այցելող չի, ինքը ոչ մի պատարագի չի այցելում, ինքը նույնիսկ հայրապետական պատարակների չի այցելում տաղավար տոների առիթով, երբ որ ընդունված է ոչ միայն ինքը, այլ նաեւ իշխանության որևէ ներկայացուցիչ, որ ինքը Սուրբ Ծննդյան լուսավոր տոնին ոչ թե այցելում է հայրապետական պատարագի եւ օրհնություն ու հաղորդություն ստանում, այլ գնում է ինչ-որ արդեն 2 տարի անընդմեջ Արագածոտնի մարզում մի խոնարհված եկեղեցի, որը նույնիսկ գմբեթ չունի, որը սպասավոր հոգևորական չունի, որը օրհնած սուրբ սեղան չունի, եւ այնտեղ կազմակերպում են ինչ-որ անհասկանալի համերգներ տեղի մշակութային խմբերի կամ չգիտեմ երաժշտական դպրոցների սաների մասնակցության, որոնց գլխավոր օգնտիրը Արագածոտնի այն ջոյի պետն է, որը բռնություններ ենթարկել երիտասարդի նկատմամբ։ Ահա այսպիսի կյանքով, այդպիսի կենցաղով ապրող սրբապիղզները փորձում են իրենց հրապարակային խոսքով անարգել մեզ համար ամենաթանկն ու արժեքավորը, մեր եկեղեցիները, մեր սրբ հավայրերը, մեր վանքերը, որտեղ տեղի են ունենում մեր բոլորիս կյանքի գլխավոր իրադարձությունները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստուգելու է հոգևորականների կուսությունը ըստ էության, նրանց կուսակրոնության այդ ուխտին հավատարմությունը, սա ընդհանրապես առողջ բանականության մեջ տեղավորվող հայտարարություն է, հենց ինչպես կարելի է ստուգել հոգևորականների կուսությունը։ Նախ ինքը մոռանում է, որ ինքը ընդամենը սովորական հանրային ծառայող է, պետական պաշտոնյա, որը պարտավոր է գործել իր իրավասությունների շրջանակներում։ Իր իրավասության եւ պատասխանատվության հարցը կառավարության գործունեության ծրագիրը կյանքի կոչելն է։ Այդ կառավարության ծրագիրը ինքը չի կարողացել կյանքի կոչի։ Դրա ոչ մի էջ չկա, որտեղ գրված ծրագրային դրույթները ամբողջությամբ կատարված են, արդեն ավարտվում է այդ պաշտոնավարման ժամկետը, իր 5 տարվա մենակ 21 թվից սկսած, էլ չեմ ասում 18-ից 21 թվի եւս 3 տարվա ժամկետը։ Ինքը իր պարտականությունները չի կատարում։ Ինքը ապրում է մի հատ անհասկանալի կյանքով, կենցաղով։ Դու գնա քո տան եղածների կուսությունը ստուգի, կամ ժամանակին ստուգեիր, դու ընտանիքոջ էլացած ընտանիք է կոչվում, ոչ գիտես կնիկը տա, ոչ գիտես ինչը տա, ոչ եկեղեցով ես ամուսնացած, ոչ գիտես զաքսով ես ամուսնացած։ Մի գնա քո երեխեքին տիրություն արածքի չգիտես, որը որտեղ է ինչով է զբաղվում։ Ընդ որում այս ամեն ինչը դուք հենց նայեք, ասենք որ պահից է սկսես սրա
հերթական հարձակումը մեր եկեղեցիների, այսինքն որ պահից է սկսե հետաքրքրել Նիկոլ Փաշինյանին մեր հոգևորականները, մեր կաթողիկոսը, մեր այլ եկեղեցականները, այն պահից, երբ որ կաթողիկոսը համարձակվում է խոսել Արցախահայության խախտված իրավունքների, նրանց նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, բռնի տեղահանության, նրանց իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի, Ադրբեջանի բանտերում ապօրինի գտնվող մեր քաղաքացիների հայրենիք վերադառնալու մասին Շվեյցարիայում, նայեք Աննա Հակոբյանի գրառումը, կոնկրետ ասում է, չէ, այդ Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, ում եք անհապաղ ազատում գերությունից։ Այսինքն կոնկրետ նշում է, սա նույնը վարչապետի այդ գրառումների օրը կատարած նրա, չնայած հնարավոր է որ ինքն էլ այդ կնոջ սոցիալական հաշվից այդ գրառումը արել, բայց ամենայն դեպս կնոջ անունից է։ Հստակ նշում է, որ այդ ամբողջ արշավը սկսել են կաթողիկոսի Շվեյցարիայում այս եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված գիտագործնական կարևոր քննարկման ժամանակ իր ունեցած ելույթի իր ուղերձի այդ քննարկումների արդյունքում ընդունված բանաձևի հետևանքներն է, որովհետև այդ ժամանակ են այդ այսինքն դուք համարձակվում եք, այսինքն դուք կաթողիկոս համարձակվում ես խոսել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին, դու համարձակվում ես մեղադրել Ադրբեջանին եւ Թուրքիային Հայաստանին նկատմամբ ապօրինություններ գործելու, հայ ժողովրդին բնաջնջելու, տեղահանելու, դու մտածում ես հայ ժողովրդի իրավունքների, նրանց Արցախահայության հայրենիք վերադարձնելու իրավունքի, դե կտեսնես, եթե քեզ ինչ է սպասում, եթե դու դրան զուգահեռ պարոն Ղազարյան, հենց մեր հոգևորականներն ու եկեղեցում թիրախավորում են նաև ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Դա եղել է մայիսի 22-ին, այսինքն մայիսի 22-ին իմիջիայլոց դրա ազգանունն էլ է Փաշինյան։ Փաշազադը, հա, երկուսն էլ նույն հորեղբոր տղերք են երևի։ Համենայն դեպս դրա հոգևոր առաջնորդը ակնհայտ Փաշազադեն է։ Կարևորը քերակին չլինի։ Քերակին կարևոր։ Կունենան, հետ էլ կունենան։ Ու նրա այդ իր հոգևոր առաջնորդի այդ խոսքն է լսե, դրանից հետո նայում մեր կաթողիկոսի ճշմարիտ հայրենանվեր իր առաքելությանը, իր մարդկային էությանը նաև բնորոշ ելույթը եւ գազազում կատաղում կպնում են մեր բոլոր եկեղեցականներին եւ փորձում են գխատել մեր եկեղեցին։ Պետությունը պետք է մասնակցություն ունենա կաթողիկոսի ընտրության գործում։ Սա Փաշինյանի հերթական թեզերից մեկն է։ Սահմանադրության, եթե չեմ սխալվում, 17-րդ հոդվածի երկրորդ մասը հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները եւ պետությունն անջատ են միմյանցից։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը ինչ հիմքեր ունի ընդհանրապես որևէ կրոնական կազմակերպության ղեկավարի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացնելու եւ ընդհանրապես կան նման նախադեպեր, երբ որ պետությունը ընտրի հոգևոր առաջնորդ։ Նախ մեր եկեղեցին, Հայաստանից առաքելական եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չի։ Իհարկե մեր եկեղեցին տարանջատված է պետությունից, մեր պետությունը աշխարհիկ է եւ որևէ հանրային ծառայող պետական պաշտոնյա իրավունք չունի միջամտելու եկեղեցու որևէ գործերին եւ նրա կանոնակարգային եւ նրա ծիսական եւ կազմակերպական որևէ իմաստով պարտավոր իրավունքներ չունի, ունի որոշակի պարտավորություններ, կոնկրետ մեր եկեղեցու նկատմամբ մեր պետությունը, որը արտացոլված է Սահմանադրության 18-րդ հոդվածով, որը վերաբերում է հենց Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես պատրաստ եմ եկել իմ ձեռք այդ հոդվածը սահմանում է հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եվ սահմանում է, որ կարող են պետության եւ եկեղեցու, կոնկրետ հայ եկեղեցու հարաբերությունները կարգավորվել օրենքով եւ այդպիսի օրենք կա։ Օրենքը կոչվում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը 2007 թվականի փետրվարի 22-ի օրենքը։ Եվ այդ օրենքը միայն նախատեսում է, որ ոչ թե պետությունը պիտի մասնակցություն ունենա եկեղեցու կառավարման գործին, այլ օրինակ տալիս է հարկային արտոնություններ ծիսական պարագաների, եկեղեցական գրականության, եկեղեցական գործունեության համար անհրաժեշտ պարագաների արտադրության եւ իրացման հարցերում, որ ամենայն հայոց կաթողիկոսին շնորհվում է Հայաստանի քաղաքացիություն, եթե նա Հայաստանի քաղաքացի
չի հանդիսանում, որ պետական արարողակարգով ամենայն հայոց կաթողիկոսին տրվում ավագության ամենաբարձր աստիճան գրեթե հավասարեցված հանրապետության նախագահի հետ։ Այսինքն մեր պետական արարողակարգի մասին օրենքով կաթողիկոսը ավելի բարձր ավագություն ունի, քան վարչապետը։ Ազգային ժողովի անդրանիկ նիստում վարչապետը ելույթի իրավունք չունի, բայց այդ ելույթի իրավունք ունի ամենայն հայոց կաթողիկոսը, դա է սահմանված ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Այսինքն որոշակի հարաբերություններ կանոնակարգված են ի օգուտ եկեղեցու, այլ ոչ թե այն բանի, որ ինչ-որ մի հատ նախարար կամ ինչ-որ մի հատ մարզպետ կամ ինչ-որ մի հատ վարչապետ, դրանք բոլորը հանրային ծառայողներ են, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, համարձակություն ունենան մտածելու եկեղեցու գործերին միջամտելու, վեհապարի բարևարքության, բախտաբար բարևարքություն, որ քո համար սահմանվի, քեզնից մենակ բետառը կմնա։ Բարևարքություն է սահմանում խուլիգանը։ Եկեղեցականի հանդեպ կաթողիկոսի բարևարքությունն է ուզում քննի։ Գնա տանը տելացի բարևարքությունը քննի։ Մամուլի հրապարակում եղավ ֆրանսիական մամուլի, որ Նիկոլ Փաշինյանը գնել է 3.1 միլիոն եվրո արժողությամբ վիլա, բայց նրա ընտանիքը մինչ այժմ կարծես թե չի արձագանքում այդ տեղեկատվությանը։ Դուք հակված եք հավատալ, որ վարչապետի ընտանիքը իրեն նման ճոխություններ է սկսել թույլ տալ։ Ես չեմ հավատում դրան, ոչ թե որ դա ճոխություն է, այլ այդ իրանց համար չափազանց համեստ շինություն է, ամենայն դեպս են լուսանկարները, որոնք նաև հրապարակվել են, ես կարծում եմ, որ դա իրանց կենցաղվարության պահանջներն չի համապատասխանում, որովհետև այդ տարածքում ես չտեսա խոզ խանձելու որևէ առանձնացված տարածք, որտեղ կարելի է խոզ խանձել, ինչը իրանց մշակույթի հիմնական դրսևորումներից է, այդ տարածքում կա լողավազան, որը որ իրանց հետ կարծում եմ, որ շատ քիչ առնչություն կարող ունենա, իրանք դրանից կարծեմ շատ մեծ սղությամբ են օգտվում, ընդհանրապես ջրից եւ հիգիենայի հետ կապված որևէ միջամտությունից եւ ասենք իրանց հարստության մեջ 3.5 միլիոն, այդ կարծում եմ շատ զուսպ, չափազանց համեստ է իրանց պահանջմունքների, իրանց ունեցածը համաձ, որովհետեւ այն կառավարական ամառանոցում, որտեղ որ իրանք հիմա ապրում են կեցավայրը, միայն վերանորոգման վրա է ծախսվել $2 միլիոն։ Միայն վերանորոգման վրա, չեմ ասում կառուցումը ժամանակին ինչ արժեց է եւ այլն։ Միայն օրական պահպանման ծախսերն է գերազանցում 1.700.000 դրամ օրական։ Նրանք չի պետք է տենց համեստ հյուղակ իրենց համար առնեն ընդամենը 3.1 միլիոն $։ Նրանց ունեցած իմ կարծիքով հարստության համեմատ դա չափազանց համեստ տեղեկու բան է, գույք է, որը իրանց նաև նորից եմ կգնում կենցաղի պահանջներին չի համապատասխանում։ Այ եթե օրինակ առած լինեին մի շատ ասենք քանի մարդ կարա լինի, հիմա քանի անդամ ունի այդ կուսակցությունը։ 2000-ից ավել կարծեմ։ Ասենք օրինակ եթե 2000 գլուխ խոզ պայելու մի հատ խոզաբուծարան առած լինեին Գերմանիայում, այնտեղ այդ արդյունաբերությունը, տնտեսությունը շատ զարգացած է, ես կհավատայի։ Բայց ես այդ դրան չեմ հավատում։ Դուք, եթե չեմ սխալվում, առաջարկել եք, որ իմպիչմենտի վարչապետի թեկնածուն լինի հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներից մեկը, եթե չեմ սխալվում, Արշակ Սրբազանը։ Այդ առաջարկը հնչել է միայն այս իրադարձությունների ֆոնին, այսինքն քանի որ հիմա քաղաքական ուժերը ստեյության չեն կարողանում այդ գործընթացը սկսել նաև պատճառաբանությունը, որ չունեն վարչապետի թեկնածու, ամենայն դեպս պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը դրա մասին է։ Հատկապես այս զարգացումների ֆոնին ես կարծում եմ, որ առավել տրամաբանական կլինի, որ մեր հոգևորականները ստանձնեն նաև աշխարհիկ կառավարումը երկրի, առավել եւս որ դա կրելի է ժամանակավոր բնույթ եւ տևելի է մի քանի ամիս, մինչեւ 2026 թվականի ընտրությունները։ Ես խելամիտ, ողջամիտ եմ համարում նաև ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը վարչապետի պաշտոնում, այսինքն որ նա հիմա առաջադրվի վարչապետի թեկնածու կամ բարձրագույն հոգևոր խորհրդի կողմից երաշխավորված որևէ այլ հոգևորական, այդ թվում նաև Արշակ Սրբազանը։
դա իհարկե իմ գաղափարն է ընդամենը, ես դա որևէ կերպ չեմ քննարկել եւ կարծիք չունեմ մեր հոգեվորականների, վեհապար Հայրապետի, բայց ես կարծում եմ, որ դա կարող է շատ ոգեղեն բնույթ հաղորդել այս գործընթացին, այսինքն մեկտեղել մեր ժողովրդի եւ կարող ունենալ չափազանց մեծ նաեւ զգացական նշանակություն այս գործընթացի բովանդակության իմաստով եւ նաեւ իր խորհրդով, որ մենք պետություն, եկեղեցի, ժողովուրդ միասին համախմբենք, մեկտեղվենք այս դժվարությունը, այս փորձությունը հաղթահարենք, որից հետո յուրաքանչյուրս վերադառնա իր բնականոն կյանքին, եկեղեցականները վերադառնան իրենց հավատավոր ծառայությանը, աշխարհականները, քաղաքական գործիչները զբաղվեն իրենց գործով, բայց այս ճգնաժամային փուլում, երբ որ վտանգված է եւ մեր պետությունը, եւ եկեղեցին, եւ հավատք եւ մեր բոլոր արժեքները, կարծում եմ, որ այս ամենի խորհրդանշող, միավորող չափազանց կարևոր դերակատարում, այո, կարող ունենալ հայաստանյան եկեղեցին իր առաջնորդով կամ առաջնորդի օրհնությամբ այլ հոգեվորականով։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի Սրբազան շարժումը հենց ցույց տվեց, որ Բագրատ Սրբազանի լուսեղեն կերպարը, իր ազնիվ մոտեցումը, իր նկատմամբ նաև վստահությունը առաջ բերեց ամենամեծ համաժողովրդական շարժման։ Ցավոք սրտի նրա իրավական կարգավիճակը թույլ չի տալի ավելի ազատ խոսել նրա այս պահին առաջադրման տեխնատության առաջ մղման ժամանակ, սակայն կարծում եմ, որ Սիրելի Սրբազանի համար ոչ մի կապ չունի, թե իր հոգևոր եղբայրներից որ մեկը կարող է ստանձնել, որովհետև խոսքը ստեղ բոլորիս միասնական ջանքերի, միասնական լինելու գաղափարի մասին է։ Ընդունելի կլինի, եթե Միքայել Սրբազանը ցանկացած հոգևորական, որին որ կերաշխավորի բարձրագույն հոգևոր խորհուրդը։ Եվ շատերը այս վերջին գրառումների ֆոնին, եկեղեցու թիրախավորումների ֆոնին, եկեղեցուց ակնկալիք ունեն, պարոն Ղազարյան, ասում են, այ եթե Մայր Աթոռը հավուր պատշաճի պատասխան չտա, ուրեմն Նիկոլը ճիշտ է ասում։ Ուզում եմ հասկանալ, օրինակ դուք ինչպես եք պատկերացնում, եկեղեցու պատասխանը որը պետք է լինի։ Գիտեք, եկեղեցին ցավոք սրտի որոշակի իմաստով ինքն էլ է դրել իրեն այս վիճակի մեջ, որովհետև եկեղեցու հանդեպ այս հանցավոր ռեժիմի, ադրբեջանա-թուրքական ռեժիմի արշավը նոր չի։ Դա եղել է 18 թվին նոր Հայաստան, նոր Հայրապետ, հակապետական, հակաեկեղեցական, հակազգային շարժումը, որը խրախուսվել է այս իշխանությունների կողմից։ Այդ շարժման պարագլուխներից մեկը մինչ այժմ շարունակում է ղեկավարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Եվ նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի, խոսքը Կարեն Պետրոսյանի մասին է, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել վեհապար Հայրապետի դեմ բռնություններ գործադրելու համար, որը իրականացվեց Վայոց-Ձոր Գնդեվան կատարած իր ուխտագնացության ժամանակ, երբ որ Մայր Աթոռի մամուլուկ պատասխանատուն Տեր Վարամը հայտարարեց, որ վեհապարի կյանքին վտանգ է սպառնում, նրա նկատմամբ բռնություններ էին փաստացի գործադրում, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ներխուժեցին Մայր Աթոռ, այդ խուլիգանները օրերից մեկ օրից ավել մնացին ընդ իրենց սանձարձակ ապօրինի պահվածքով, որ ոստիկանը գնաց դրանց ընդից հեռացրեց, որ մեկը գնաց դրանց ընդից բերման կարմիր բերետավորներ հիշում եք ընդ որ գնան դրանց ընդեղից բերման ենթարկեն։ Դրանից հետո եկեղեցու դեմ արշավետ հայ եկեղեցու պատմությունը դպրոցների ուսումնական ծրագրերից հեռացնելով, դրանից հետո երբ որ կաթողիկոսը եւ Մայր Աթոռը պահանջեցին վարչապետի հրաժարականը, ոչ մի պետական արարողակարգային միջոցառման կաթողիկոսին չեն հրավիրում։ Թողեցին Սարդարապատում, Սարդարապատի այդ խուլիգանական պահվածքը, դրանից հետո արդեն երկրորդ տարին է հանրային հեռուստաընկերություններից թույլ չեն տալի մենք վեհապարի խոսքը լսենք տարեմուտի։ Ու այս վերաբերմունքի պայմանները մենը եկեղեցին դրանց նկատմամբ հանդուրժողականություններ ցուցաբերում։ Հրավիրեց Մայր Պետրոսյանը, ասենք Արարատյան թեմի առաջնորդը գնացել էր Տիգրան Ավինյան էր օշնում, ասում էր միասին պիտի լուծ քաշենք։ Դե քաշի լուծը, դե ոնց է քաշում։ Այս վերջերս Բաթյան երկրների թեմի առաջնորդը, որը ԿՊԱ-կանի թաղման կազմակերպիչ էր, խոնարհվել էր Նիկոլ Փաշինյանի։ Այս ամեն ինչը տեսնելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասում է օժնում եմ քեզ, պարոն։ Իսկ ում է Ալիևին էլ էս օժնելու դու։ Բայց համարժեք վերաբերմունք պիտի լինի, կամ Վայոց Ձորի թեմի առաջնորդը, որ Ալեն Սիմոնյանի արարողակարգի աշխատակից էր դարձել, ուղեկցում էր Ալեն Սիմոնյանին Նորավանքի վանական համալիրում։ Ով են դրանք, որ դրանք մեր եկեղեցու ընդունելության արժանան, եթե եկեղեցու գլխավորի նկատմամբ։ Այդ նույն Ալեն Սիմոնյանը, որին Վայոց Ձորի թեմի առաջնորդը
ծառայություններ էր մատուցում։ Վեհապար Հայրապետին Ավազանի անունով էր դիմել 2019 թվականին, ինչա թե Ռոբերտ Քոչյանի խափանման միջոցի համար միջնորդություն էր արել եւ խոսք էր ասել, որ մարդը կարող է քանի մեղադրանք չեք ապացուցել, նախագահ ազատության մեջ թող լինի։ Ընդամենը այդ կարծիքի համար հարցակվել էին, այո, Ավազանի անունով ավելի մեծ անարգանք չկա հոգեվորականի, առավել եւս բարձրաշխարհիկ հոգա եկեղեցու առաջնորդի հանդեպ խոսել Ավազան։ Բայց այդպես Վեհապարի հասցեն այդպես արտահայտվող մարդը եկեղեցի ոտ պիտի դնի։ Բայց դրանց երեսի չի, որ մեր եկեղեցիները, վանքերը, տաճարները պղծվում են այսօր Արցախում թշնամու կողմից։ Այսինքն թշնամին ընդեղ է պղծում, հանձնարարեն ասում են դուք էլ ընդեղ պղծեք։ Հայերի ներկայությամբ, իրենց աշկի առաջ, անարգեք նստեք պետության ղեկավար, վարչապետի մակարդակով պետության ղեկավար չի դա։ Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով նստեք ձեր պետական հիմնարկներից, անարգեք բոլոր եկեղեցիները, վանքերը, այնինչ որ այնտեղ անում են թուրքերը։ Բայց այդպես անողին, հոգևորականները պիտի հենց բարև տան, օրհնություն տան, հա։ Այդ հեքիաթները ում համար է եկեղեցին իբր բոլորի համար, բոլորի ինչ ես խոսում։ Եկեղեցին սրբադասում է մեր նաև աշխարհականներ Վարդան Զորավարին մեր հայ եկեղեցին ինչի՞ է սրբադասը։ Որտեւ հանուն եկեղեցու, հանուն քրիստոնեական հավատքի պայքարի է դուրս եկել։ Տրթատին թագավորին ինչի՞ է սրբադասը։ Որ անարգել է եկեղեցիները, թե քրիստոնեություն է տարածել, քրիստոնեություն է ճանաչել որպես պետական կրոն։ Բայց եթե մեկին կարելի է սրբադասել, ուրեմն սրբապիղծներին էլ է պետք դասակարգել, չէ՞։ 7 պորտ նրանք պիտի եկեղեցի մուտք չգործեն։ 7 սերունդ այս քպեականների ցուցակ պիտի կազմի եկեղեցին, 7 սերունդ նրանք պիտի մեր եկեղեցուն փսակադրության չարժանան։ 7 դրանց թորներն ու ծորները ես իմ 100 տարի հետո պիտի եկեղեցի մտնելուց մյուրոն չքսվի նրանց ճակատին, նրանք պիտի մկրտության չարժանան։ Ասեն գիտես ինչ բալես դու չես կարող այս եկեղեցու մկրտության արժանանալ, որովհետև դու Ալեն Սիմոնյանի ծորն ես։ Որովհետև ինքը անարգել է մեր եկեղեցին, իր մեղքով մեր եկեղեցիներն ու վանքերը պղծվել են։ Այլ ոչ թե ընդունելության արժանացնեն։ Այդպես լիբերալ վերաբերմունք են ցուցաբերել սրանց նկատմամբ, որ սրանք սանձարձակ են դարձել։ Բայց մայտաճարի օծման արարողությանը ինչ բարձրաձայնում են, ասում են՝ մի հրավիրեք այդ սրբապետը, Միրոն օրհնության Անդրանիկ Քոչարյանը ինչ գործ ունի։ Վլադիմիր Վարդանյանը, Ռուբեն Ռուբինյանը ինչ գործ ունի Միրոն օրհնության, դրանք մեր Միրոնը ու իրանց հավատ կրող են դրանք։ Որ Միրոն օրհնության էս կանջա, նրանց մասնակցությամբ եկեղեցական միջոցառում ոնց որ քո ձեռով տանես պղծես։ Ղազարյան Վահեն ինչ գործ ունի մայր տաճարի օծմանը, հիմա ասենք թե Ղազարյան Վահեն ուր է։ Հա ինչ անենք, որ այդ պահին ներքին գործերին հետո Արգիշտի Քյարամյանը քնչականի պետ էր։ Մի հատ WhatsApp չի դրան բաժանում իր այդ կարգավիճակից։ Ինչ գործ ունի նա մեր եկեղեցու մայր տաճարի օծմանը արարողությանը։ Վահագն Խաչատուրյանը կյանքում աղոտ կասած կա, որ նա գնա կանգնի մայր տաճարի օծման արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը ինչ մեր եկեղեցիները պղծողը, ինչ գործ ունի մտնի եկեղեցի, որ այսօր էլ նա կանգնի այտենց խոսի։ Այդ ձևով պիտի որպես սատանա, որպես չարիք, որպես անեծք վռնդվեն եկեղեցուց։ Եվ հիմա այս պահին, երբ որ դուրս են եկել բոլոր հոգևորականները պիտի մեկտեղվեն մի օր մի հատ հանրահավաք կազմակերպեն սաղից ժողովրդից ասեն մտել ոտքի ելեք տենանք էս ով են սրա ով է Նիկոլ Փաշինյանն ով է ինչ է իրանից ներկայացնում պատում է վարչապետ հետո հանրային ծառայող այսօր վարչապետը վաղը 54 պատգամավոր կողմը քվեարկում էլ վարչապետ չի ով է նա որ կանգնի մեր արժեքներից մեր եկեղեցուց մեր պատմությունից չգիտեմ ինչ ես խո ընդամենը մեծ կործանողն է այսքան մարդկանց մահվան պատճառն է մեր պետության քայքայման պետության կործանման մեղավորն է հələ մենք պետք է կանգնենք ասենք Նիկոլն ասենց ասած կնիկն էլ այտենց ասած մեկը չելի առավոտը մյուսը իրիկուն է շտատից ասած Շնորհակալ եմ պարոն Ղազարյան այս զրույցի համար Հարգելի հեռուստատողներ, ես զրուցում էի արտագաղթ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ կհանդիպենք